Ողջույն ժողովուրդ ջան, բարի երեկո, հարգանքներս բոլորիդ, շնորհակալություն նախ այս ժամի միանալու համար, շնորհակալություն կիսելու, տարածելու համար, եթերները ամենատարբեր օրեր, տարբեր մարդիկ, տարբեր առիթներով, ում որ կոնտենտը որ դուր է գալիս, դա հասկանալի է եւ շատ շնորհակալ եմ դրա համար։ Շնորհակալ եմ նաեւ չաթում բավականին հարգալից երկխոսությունների համար եւ նրանց, ովքեր նոր են միանում մեր ալիքին, մենք այստեղ ամենատարբեր մոտեցումներով քննարկում ենք թե քաղաքական դաշտում ինչ կատարվում, իհարկե քաղաքացու հայացքով, ու եթե ինչ-որ բանում սխալվում ենք, չենք ներվում, որովհետեւ ստացվում է, որ այդ ինֆորմացիաները ուրեմն չեն կարողանում հավուր պատշաճի ներկայացնել, որ մենք սխալվում ենք։ Եվ սա թող հաշվի առնեն իհարկե քաղաքական գործիչները ու եզրակացություններ անեն, որովհետեւ մեծ հաշվով մենք կոմունիկացիա ենք ապահովում, թե հանրությունը ոնց է տեսնում, ոնց է մտածում, ոնց է հասկանում, որտեսի իրենք էլ վերադասավորվեն դրա տակ։ Դե ինչ այսօր ազգային ժողովում տեսանք այն, ինչի մասին պատկերացնելը մի որոշ ժամանակ առաջ կլիներ անգամ ծիծաղելի, եթե ասեիր, որ կարա Էդգար Ղազարյանը ազգային ժողովում լավ միտքը ոնց կշարադրի, ոնց չիրագործնա, վերջում սրիկաներ բնութագրի այնտեղ ներկա պատգամավորներին մարդկանց խմբին։ Սա եթե sense բան մեկին պատմեր, կծիծաղար, ասես դες բան չի կարա լինի, երբևէ չի կարա տեղի ունենա։ Բայց տեղի ունեցավ ու դեռ էլի բաներ տեղի կունենան, որովհետև գիտեք ինչ, աշխարհում ժողովուրդ կան բացարձակ ճշմարտություններ, որոնք որ հազարավոր տարիներով եկել հասել են մեզ։ Ու 21-րդ դարում մտածել, որ քանի որ 21-րդ դարն է, այդ բանը էլ չի կարա լինի, սա ամենամեծ սխալն է։ Բոլոր դարերում 5000 տարի հետո էլ է լինելու այդպես։ Կան ճշմարտություններ, որոնք անշեղորեն իրանց գործը անում են։ Եվ մեծ հաշվով խրատները, ասացվածքները ժողովրդական հատկապես ասացվածքները, ես չեմ խոսում տարբեր փիլիսոփաների ասացվածքներից ու թևավոր խոսքերից, բայց ժողովրդական ասացվածքների ճշմարտությունը այլևս ստուգելու կարիք չկա։ Իսկ հերթական ճշմարտություններից մեկն է, որ անպատժելիությունը ծնում է նոր հանցանք։ Ինչի մասին եմ ասում։ Հիշեցնեմ, ասես մինչև կհավաքվեն էլի մեր ընկերներից, մի քանի թեմաներ ենք արծարծելու ասեմ։ Ուրեմն մի 3 տարի առաջ էր, եթե չեմ սխալվում, 3 կամ 4, Էդգար Ղազարյանը որոշել էր ներկայացվեր ընդդիմության կողմից ինչ որ պաշտոնում, իհարկե մերժվեց ու նա ազգային ժողովի բակում մի հատ միտինգ կազմակերպեց։ Ու այդ միտինգի ժամանակ մեկը դուրս եկավ բարձրախոսով հայտարարեց հետևյալը, որ պետք է կապեականներին իհարկե ասաց պետք է դրանց բոլորին կախել ծառից ոտքի գլխի վայր ու մաշկազերծ անել, քերթել։ Սա ինձ ավելի ուղիղ սպառնալիք աշխարհում չկա։ Դրա հաջորդ կամ այն մյուս օրը ես փոքրիկ ակցիա իրականացրեցի ՆԳՆ-ի մոտ, մեր հասարակական կազմակերպության անունից մուտք արեցինք դրա մասին, այն ինչ որ կար, այնտեղ ընդունեցին, ասեցին գործին ընթացք կտանք, այդ հանրային խոսույթին, որը շարժել էր հազարավոր, միլիոնավոր մարդկանց բարկությունը, տենց էլ հետագա պրոցեսների շուրջ որևիցե հանրային արձագանք չեղավ, իսկ քայլերը պիտի լինեն համաչափ։ Եթե մի բանը հանրային տիրույթում է եղել, դրա իրավական հետևանքները նույնպես պիտի լինեն հանրային տիրույթում, հասկանում եք։ Անցնում է սրանից մի տարուց ավել, երևի 2 տարի կամ 3, մի օր մի տելեգրամյան ալիք կար, շատ հետաքրքիր ալիք, շատ հետաքրքիր մարդկանցով, Տիգրան Մեծ, եթե չեմ սխալվում, կամ Մեծն Տիգրան, կամ այսպիսի, իսկապես չեմ իշխում։ Ու այնտեղ քաղաքացիների հարցերին էի պատասխանում, հետևորդների, ու հանկարծ ասում են Էդգար Ղազարյանն է միացել, ինքն էլ հարց ունի։ Ու Էդգար Ղազարյանը նույն այս ինտուզիազմով, ոնց որ հիմա ազգային ժողովում է իրան պահում, ինձ որոշում է ինձ հարց տա։ Անկեղծ չեմ էլ հիշում հարցը ինչի մասին է։ Ասի, դու իմ իմացած Էդգար Ղազարյանն ես, ասում եմ, հա։ Ասում եմ, բա մինչև հարցի պատասխանել ես պիտի իմանամ ում հա, դու ով ես, ասենք հարց տվողը ով է։ Իրանից ինչ է ներկայացնում, իր արժեհամակարգը բարոյական։ Ասի, հիշացրեցի ես դեպք, ասի, հիշում ես սենց բան, ասեց, հա։ Ասի, իսկ հիմա ահագին ժամանակ անցել է, դու դրա համար ներողություն ասելու կարիք չես զգում։ Գիտեք ոնց, ես կարող եմ ինչ-որ մի ակցիա իրականացնեմ, չէ՞։ Հարյուրավոր մարդիկ են, մեկը էլի ասելիք ունենա, բարձրախոսը տա, մեկը մի հատ նենց բան ասի, գնա գալցեմ։ Ես միկրոֆոնը վերցնում, կասեմ ներողություն, ժողովուրդ ջան։ Ճիշտ է, որովհետև պատասխանատվությունը իմ վրա կազմակերպչի ես եմ։
Ասես բան ա եղել, բա դու ո՞նց ես վերաբերում։ Ասես չէ, ես չեմ դատապարտում։ Ասի դե որ չես դատապարտում, փախար ստեղից դու շատ փոքր ես, հարցեր տաս, այդ հարցը անկախ նայից ինչի վերաբերյալ է, որովհետև ցանկացած բանի վերաբերյալ միևնույնն է դու ուրեմն այդ չես։ Մի խոսքով, ու դες ռադարեցի գնաց։ Հիմա ի՞նչ է ստացվում։ Այ քանի որ այտենց էլ պատժելիության մասին չտեղեկացանք, սրանք այդ անպատժելիությունից սկսել են ավելի ասած բան անել, ոգևորվել, այսօր կանել ազգային ժողովում, խոսած, մեկ էլ վերջում սրիկաներ։ Գիտեք ինչ, ես անկեղծ ասած, դուք գիտեք վերջերս իմ տրամադրությունները շատ խառն են, անկեղծ ասած այնպես կուզեի բանը, ասեի տո լավ անում, հասնում ա որ ասում։ Անկեղծ եմ ասում, սա տնովի խոսում եմ։ Այո, սրանք չպիտի հասներ բանը, էլի որ մի սրիկա, իրականում սրիկա, կանգնի ու բնութագրի մնացածներին սրիկա։ Այն էլ ազգային ժողովի անդոնից, որը իր հորտնից չի բերել, դա ազգային ժողով բառակապակցությունը պիտի որ հասկանալի է, չէ՞ ինչա։ Այ գիտեք դա ինչից է, ես ես մի քանի օր շատ նյարդային այդ առումով քննադատական ելույթներ եմ ունենում։ Երեք էլի միջալոց երբ որ խոսում էի փոքրիկ քննադատեցի ԿՊ-ին, այ դրանից է որ շան տեղ եք դրել։ Շան տեղ։ Այն որ ասում ենք մենք հասկանում ենք բարեկրթությունը ինչ է։ Մենք հասկանում ենք ազգային ժողովում նու ինչ դիրքավորում ա գնում, հա, որ իբր կառուցողական, բարեկիրթ, չգիտեմ ինչ, անկախ քննադատություններից ու մենք դա հասկանում ենք, բայց ում հետ է դա արվում է, մենք չենք հասկանում։ Դուք սկսում եք արդարանալ։ Ու այս մի քանի օրերի իմ նյարդերը ինչի որ ինչերի հետ որ հաշտ չէի եւ գուցե չէի կարողանում բնութագրեի, ինչի հետ հաշտ չեմ։ Այ այսօր իրան ցույց տվեց։ Այ դրա հետ հաշտ չենք։ Որ դուք, այո, հարգելի քաղաքացիական պայմանագիր խմբակցության իմ շատ սիրելի հարգելի, իհարկե բոլորին չի վերաբերվում, բայց առնվազն մեծամասնությունը, էլի, այն որ ասում են բոլորին չի վերաբերում, չի նշանակում այդ կան մարդիկ ում գործոս։ Չէ, պարզապես չեմ ճանաչում։ Իսկ ես չեմ սիրում կեղծել, եթե հարգում եմ, ասում եմ հարգելի։ Սիրում եմ, ասում եմ սիրելի, ոչ թե ընդունված ասել դրա համար եմ ասում։ Այ որ այս սրա մասին ենք ասում։ Այ հենց սրա մասին։ Դուք երբեք իրենց համար չեք ընկալվելու կառուցողական գործընկեր։ Եկեք մի բան այսպես պատկերացնենք։ Ես հասկանում եմ ձեր դասիրակությունը, վարկագիծը, անգամ ընդդիմադիրների որոշ ներկայացուցիչների առանձին վերսես, որոշ ներկայացուցիչների վարկագիծներ եմ հասկանում։ Ես հասկանում եմ դուք ինչ խնդիր եք դրել։ Հավատացեք ինձ սովորացնելու այդ առումով հաստատ սովորացնելու ոչ մի բան չկա։ Բայց ում հետ եք դուք դա անում։ Եկեք մի պահ պատկերացնենք այս ընտրությունները դուք պարտվել եք, ընդդիմություն եք, իրանք իշխանություն։ Վստահ եք, որ այդ կառուցողական նրանք կառուցողական են, քանի պարտված են։ Նրանք կառուցողական են, քանի պարտված են։ Հասկանում եք։ Ուրիշ ոչ նրանք ոչ հարգանքը կա, ոչ ձեր հանդեպ, ոչ մեր հանդեպ։ Գիտեք ինչ, Էդգար Ղազարյանը անձ չի միայն, դա պրոյեկտ է։ Պրոյեկտ։ Նրան վերցրել են որոշ հատկանիշների համար, նա եկել է բաները, իմիջիայլոց ասեմ, ինձ թվում է առաջիկայում նա անգամ մանդատը կդնի առանց ձեր ստիպելու։ Նա բաներ ունի, պիտի ասի խլվելա, մլվելա, եթե չաշխատեց հանգիստ մանդատը դնելու է գնա։ Բայց կներեք դա մեր նյարդերից է գնա։ Ես հասկանում եմ նրա ցասումը, երբ որ ասում է իմ Սանիկը բան, հասկանում եմ, ցավը, կներեք, այդ ցավը բոլորս ենք ապրել։ Ու ամեն մեկը մի ձև է բնութագրում, մեկը կարա ասի Նիկոլն է մեղավոր ու իր ցավը բնութագրի այդ ուղղությամբ, մեկս կարանք ասենք Խոչարյանն է մեղավոր, Սերժը, Լևոնը, բոլորը կամ չգիտեմ, ոնց ասես կարող ենք ասել։ Բայց դա մեր սուբյեկտիվ կարծիքն է։ Ու տոտահաս դու այս ուղեղով էշ եղել ես դեսպան։ Այս ուղեղով եղել ես դեսպան արա։ Այս ուղեղով դու Հայաստանի Հանրապետություն ես ներկայացրել, որ քո անձնական կարծիքը մատուցես որպես բացարձակ ճշմարտություն ու դրանից բխելով բնութագրական գնահատական տաս ու վիրավորես մնացածներին։ Դու ով ես այ էց։ Այ երեկվա մի ասել է։ Ուրեմն, սրանից հետո սա դեռ ու գիտեք ինչ, ես ասեմ, քաղաքացիական պայմանագիր խմբակցության հարգելի ներկայացուցիչներ։ Կարող եմ իմանալ նրա հարցերին ինչու եք պատասխանում։ Վեր եք կենում, հանձնաժողովի թեկնածուին ներկայացնում եք,
հարց ու պատասխանն ա գնում, հետո ելույթները, ճիշտ է։ Բոլոր հարց ու պատասխանների մեջ ինքը եղել է։ Ինչ եք պատասխանում։ Մի լսեք իր հարցը։ Մի չեք կարող չլսեք։ Մի լսեք։ Թող նախագահը, որ վրան շատ նագրուսկա չլինի, ասի Էդգար Ղազարյանը հարցը տա, դուք ասեք չենք պատասխանում ախպեր։ Մեկ մեծամասնություն եք ձեր տեխնացուն ընտրվելու է, իրանք ունեն մտածելու բան, որ կարան չընտրվեն։ Չնայած ձեր պարագայում դժվար թե չընտրվեն։ Չէ։ Եք պատասխանում։ Հելնում է, ձեր շանտեղ չի դնում, բանի տեղ չի դնում, ձեզ լուրջ եմ ասում, կներեք այս ձևակերպումների համար, այս ձևակերպումները ձեզ շատ ինձ մտերիմ համարելով, այն որ իմանամ ընկերոջս հետ եմ խոսում, միտեղ ներվայնացած եմ երկու բառ կարող ավել ասել։ Ձեզ բանի տեղ չի դնում։ Հելնում է, ողջունում այն երկու խմբակցություններին, յանի դուք չկաք։ Բայց այս հարց ու պատասխանի պահը գալիս է ինքը ձեզ հարց ունի։ Բայց դուք չկայիք, խի հարց ունի։ Ու դուք պատասխանում եք։ Ընդ որում մի հատ էլ ինքը արձագանքում է։ Ու մի հատ էլ լրացնում եք ձեր բանը պատասխանը։ Հետո դուրս է գալիս Լևոնը Քոչարյան։ Լևոն Քոչարյանը արդարացնում է Էդգար Ղազարյանին։ Ասում է, հա ինչ ասում է, եք ներվում։ Յանի ձեր համար նորություն է, որ ձեր մասին մոտավորապես նման կարծիք ունենք։ Իհարկե դա ասում է բարեկիրթ ձևով, բառացի չասում, բայց իր ասածը դրա մասին է։ Ու հələ Լևոնը Քոչարյան բացատրում է խիատեցնում, ասում է, որովհետև ձեր ղեկավարը եկավ Նիկոլ Փաշինյանի մասին է խոսքը, ասում է եկավ, ասեց, որ մենք կարող էինք ունենալ նույն իրավիճակը առանց զոհերի։ Հետևաբար ինքնա դրա մի խոսքով իրանց են լալա լուլուները։ Ես Լևոն Քոչարյանի երկու բառով ասեմ։ Լևոն Քոչարյան փորձելով մնամ բարեկրթության սահմաններում։ Դες ոնց է ստացվում։ Նախ այն ինչ որ ասել է Նիկոլ Փաշինյանը, դուք հերթական անգամ ուշադիր չեք եղել, թե դուք քո հետ չեմ, դուք խոսում եք Հայաստան խմբակցությունով, Դաշինքով, թե բանը, ուժեղ Հայաստանը, որովհետև ոնց պարզվում է, դուք այնքան եք լոլոներ կարդացել, այնքան եք կեղծիք հրապարակել ձեզ պատկանող, ձեր կողմից ֆինանսավորվող լրատվական կայքը, որ դուք եք սկսել հավատալ դրան։ Նախ Նիկոլ Փաշինյանը այդ բանը չի ասել։ Նիկոլ Փաշինյանը կոնտեքստի մեջ ասածը մոտավորապես հետևյալն է, որ նայեք, նույն բանը կունենանք առանց զոհերի, բայց այնտեղ շարունակություններ կան, մտքի, ձեր տված հարցի ու մտքի, առհասարակ այդ դիսկուրսի։ Դիսկուրսը ես sense եմ ըմբռնել, որ մենք կունենանք նույն իրավիճակը առանց զոհերի, հիմա։ Բայց ինչ է նշանակում նույն իրավիճակ։ Նույն իրավիճակ նշանակում է ադրբեջանցու միլիարդավոր զենքեր, հարցակողական տրամադրություն, Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ կոնսենսուս, իսրայելական բանակի ներկայություն ու հարցակում Հայաստանի վրա արդեն։ Թշնամական տրամադրությունը տենցն է, պատրաստված է։ Եթե տալիս են 7 շրջանները առանց զոհերի, համը բացվել, իմիջիայլոց այդ համը բացվելը մի քիչ այլ ձևակերպամ։ Ձեր խմբակցության համենայն դեպս Քրիստինե Վարդանյանը այսօր հաստատ էլի հիշացրել է, որ այ երբ որ ասում են ու տալիս եք, դա նշանակում է ախորժակները բացվում է։ Տալիս էր 7 շրջանը, բայց ինքը արդեն ծախսարել ենք, միլիարդների զենք առել։ Դու հասցրել ես նրան, որ ռազմական ճանապարհով հարցը լուծվի։ Իսկ ո՞րն է եղել Ադրբեջանի հարցը։ Ադրբեջանի հարցը եղել է այդ 7 շրջանները։ 7 շրջանները դուք պատրաստ եք եղել տալու։ Լավա վատը հարցի մի կողմն է։ Ես չեմ դատապարտում առնվազն, սենց ասեմ, չնայած որ կարող եմ դատապարտել, որովհետև դուք հաղթական իրավիճակը բերեցիք, հասեցիք բանակցային սեղանում, Արցախին էլ հեռացրեցիք, բայց անգամ այդտեղ չեմ խորանում։ Լավա վատա 7 շրջանը տալիս եք։ Ինքը բավարարում է, որն է իր դրած խնդիրը։ Իր խնդիրը Արցախն է։ Արցախն է, ու դուք դա շատ լավ գիտեք։ Երբ որ ինքը Արցախը տալիս ես իրան, այն քիվեստով որ սիրում եք խոսալ, որ Արցախի հայությունը Ադրբեջանի անձնագիր անեն, ասած բաներ։ Միևնույն է, ինքը ծախսը արդեն արել է։ Ինքը փող է ծախսել, ոնց թե կռիվ չի լինելու։ Բա Քոչարյանի խոստված մեղրին։ Այսինքն նույն իրավիճակը առանց զոհերի, բայց լինում էր Հայաստանի շատ այն մասում, որտեղ որ մենք ռազմավարական խորքեր չունենք։ Այսինքն այս բացվածքը երբ որ տալիս ես, ստացվում է, որ մարդը համարձակ արտահայտություն է արել։
Համացակ ու շատ ավելի լեն կոնտեքստում, ես դեռ չեմ խոսում արամասն բանակցային թվերից, բան լավ կաներ, հերետ չվախենար գնար մի օր նստեն խոսային։ Ու սա էլ դեռ մի կողմ։ Էս էլ մի կողմ։ Հիմի դու ասում ես ու այդ որ ներկայացնում ես որպես քո կարծիք ու միանում ես Էդգարին Ղազարյան։ Հիմա ես կարծում եմ, որ հերետ է մեղավոր այս ամեն ինչում։ Ընդ որում բավականին հիմնավոր կարծիքներ ունեմ։ Հիմնավոր են իմ կարծիքները։ Ես կարող եմ ցանկացած պարագայում ձեզ բոլորիդ մշտապես սրիկաներ դիմել։ Եթե ես լինեի падգամավոր, լինեի ազգային ժողովում, կարող էի ձեզ դիմել սրիկաներ բնութագրմամբ։ Որովհետև վերջի իրադարձություններն են բերում հանգեցնում մի տեղ, չէ՞։ Կարող էի դիմել ու դա դուք ընդունեիք։ Հիմա գանք երկրորդ հատվածին քո ասացի։ Նիկոլ Փաշինյանը, ես անկեղծ եմ ասում, խնդրում եմ, ես օբյեկտիվ գնահատական եմ հիմա տալիս ու մեզ չի էլի բան եմ անում։ Որ անելու ունեմ կասեմ։ Ուրեմն նայեք, Նիկոլ Փաշինյանը դրսևորում է համարձակություն Լևոն Քոչարյան։ Դու կլսես ու ուշադիր լսի։ Դու հասկանում ես ինչ է նշանակում երկրի ղեկավարի համար վեր կենալ ու այդ հայտարարությունը անել։ Դու հասկանում ես, ասենք քեզ ոնց է թվում Նիկոլը չի ֆայմել, թե ոնց է շահարկվելու։ Շատ լավ է ֆայմել։ Դուք ձեր այդ երկու ֆրակցիաներով ինչ Նիկոլի ուղեղի աշխատանքի կեսը չունեք, էլի տեմպի տակ, արագի տակ, բան կրթվածության գնա գալիս է։ Այդ մարդը բնածին, օրինակ ես Սամվել Բաբայանին չեմ սիրում, բայց այդ մարդը բնածին տաղանդա, ստրատեգ է, ռազմական ստրատեգ է, ախպեր։ Ես չեմ կարող դա մերժեմ։ Չեմ սիրում իրան, ոչ մի ձև չեմ սիրում, բայց իր դեմը երկրորդը ես չեմ ճանաչում, կարողական, ես կարող լավ չգիտեմ։ Նույն էս բարագայում, դուք չեք ձգի, բայց հերնում այդ արտահայտությունն անում։ Դա ինչ է նշանակում, գիտես։ Դու մտածելու բան ունես, Լևոն ջան։ Ասեմ ինչով։ Քո հայրն է եղել երկրի ղեկավար, իմ հայրը չի։ Նիկոլը չի վախենում, ասում է այն ինչ որ կա, վերցնելով իր վրա լրջագույն պատասխանատվություն ու միլիարդատ հարցեր, զգայուն հարցեր։ Բայց քո հայրը վախենում է։ Ինչպես որ դու ես վախենում, այսինքն դու փորձում ես փրկել նրա վախերը։ Լևոն, բանը Ռոբերտ Քոչարյանը, եթե իրան լսենք, ինքը իդեալական ղեկավար է եղել, ախպեր։ Իդեալական, ինչի մասին է խոսքը։ Գիտես դա ինչ, իսկ մենք բոլորս գիտենք, չէ՞ որ աշխարհում չկան իդեալական ղեկավարներ։ Գիտես դա ինչից է, որովհետև Ռոբերտ Քոչարյանը վախենում է, վախկոտ է ապեր։ Ես իմիջիալոց չեմ խոսում քո կենսաբանական հորից, ես խոսում եմ մարդուց, ով քո հերն է գուցե, բայց ինքը պետության ղեկավարն է եղել։ Նա շռան է, վախկոտ է։ Ու շատ տոշնի է, որ իրան այն ժամանակ ազատեցին, բանից, որովհետև ինքը շռան է։ Պրոստը դա ոչ թե տարիքի ու ես ինչ իվանությունների բերումով, այլ կոնկրետ զգացմունքային առումով։ Որովհետև նա վախենում է իր սխալները հայտարարի, ասի, հրապարակի։ Ոչ միայն վախենում է, ընդունված խաղի կանոնները դա թույլ չեն տալիս ու ինքը չի էլ կարա, այդքան չկա, որ ընդունված խաղի կանոններին դեմ գնա թեկուզ հանուն հայրենիքի։ Մի պարզ պատճառով, որ մեծ հաշվով այդ մարդը դժվար թե իր հայրենիքը սովետական միությունն է, խորհրդային միությունն է վերջ։ Այս է խնդիրը համեր։ Եվ բնականաբար խորհրդային միության վերականգնման իդեոլոգիայի նվիրյալը ինքը ու տենց է ինքը վերաբերվում ամեն ինչի։ Ինքը չի հելնելու իր սխալները ասի, չունի այդքան դուխ։ Ոչ միայն ինքը, ոչ Լևոնը այդքան դուխ ուներ, որ ասել Լևոնը մի քիչ էլ ուներ դուխ։ Մեկ ու մեծ գյոզերով մի բան գցում էր դաշտ։ Ինքը չունի, Սերժն էլ չունի։ Դա է հարցը։ Դուք անընդհատ բան եք բերում, թե Նիկոլ Փաշինյանը բայսի ասեց, այնի ասեց, օքեյ, իսկ Ռոբերտ Քոչարյանը ինչ ասեց։ Ասեք իմանանք ինքն ինչ ասել։ Ձեզնից խոսեք հələ։ Այսօր դուրս եք եկել հայտարարություններ եք անում։ Դասում եմ, ասում եմ, այս մարդիկ էս ինչ թույն պետություն են ուզում ստանալ։ Մնում է հասկանանք ինչպես։ Էսի սենց այնի նենց ասում են, այն ինչ որ մենք ամբողջ օրը լուրերով կլինի, ֆեյք լուրերով կլինի, որտեղից կլինի, մենք այդ սա գիտենք։ Մնում է այն ցանկությունները, որ հայտնում եք, թե ոնց է պետք, ինչ է, ոնց է, ինչպես է ասեք։
ու լավ կլինի նաև ասեք, թե երբ որ դուք եք եղել, ինչու դա չեք արել։ Ասենք օրինակ Արտուր Խաչատրյանը մի քանի օր առաջ ասում էր Քիվեստը լավ բան էր։ Okay, թող լիներ լավ բան, չնայած լավ բան չէր։ Բայց ենթադրենք լավ բան է։ Խի չի արվել։ Հանգամանքներ են խանգարել։ Ինչ հանգամանքներ, բախի թուրները չեք քաշելու, հելլելու, մատ ոյինի պես կանգնել, բախի չեք արել։ Հետևից 10 տարի Սերժը չի արել, հավելյալ բաներ ազիջել։ Այդ խի մեկը չեք խառնվել իրար։ Ներողություն, ստե ոնց որ ադրբեջանցի իրանց սատարողներն են համեցել։ Ղազախեք, Ղազախստանից շատ լավ է, բայց մի խառնվեք ստեղի հարցերին, որովհետև մենք absolute դες մի քիչ անհարմար լեզվով ենք խոսում։ Հասկանում եք։ Այս մարդիկ եկել են հիմի ազգային ժողովում, ուսում ինչեր էին խոսում։ Ու ասում են, հա, լավ արել, որ ասել է սրիկաներ։ Բայց հիմա ոչ չասես, Էդգար Ղազարյան 2018 թվականին հեղափոխությունից հետո առաջին անգամ ծրագիր մտավ Շրջան Արուսյանի մեջ պոստերում խմելու ջուր էին քաշում։ 94 թվին հրադադար է եղել։ Բայց հիմա ոչ չասես Էդգար Ղազարյան։ Տես, երբ որ քո սանիկը զոհվել է, բարդ մեր հերոսներին արծեթիչ։ Բայց դու այդտեղ մեղավոր ես կարգում ու սրիկաներ ես անվանում մարդկանց։ Գիտես ինչ, մինչև 44-օրյա պատերազմն էլ զոհվել են մարդիկ։ Ու հանկարծ չասեք, դե Զաթող Ղարաբաղը մերն է եղել։ Մերներ չպիտի զոհվեին այլևս։ Եթե մերներ այլևս չպիտի զոհվեին։ Դրանցից քանիսը ում սանիկներն են եղել արա։ Ում պիտի մեղադրենք։ Այսինքն երբ որ օրինակ մեկը ես նստած adekvat ձևով փորձում եմ բացատրել, թե այս պարտությունի մեջ իմ որպես քաղաքացի մեղքի բաժինը որքան է, դու որոշել ես, որ այդպես մի հոգի կարես ճարես, մեղավոր կարգես ու բնութագրես ընդհանուր իր թիմին։ Հա։ Դու որոշել ես, որ մենք դրա համար ենք այդպես արել։ Բայց լավ ան։ Լավ ան։ Ով ինչ կարա ասա։ Այսօր հա այս սրիկաները այնտեղ որ խոսում են իրանց ճուտիկ բուլիկները զուգահեռ տարածում են, գիտեք ինչ, ոչ թե այդ խոսացած, այլ յանի իրանց կարծիքը բանսս բաներով նկարած ներկած։ Մեկը կա, գրանցած է ճշմարտության ձայն։ Որպեսի պատկերացնեք, ահա այսպեսի կերպար։ Ներեցեք, մատ նկարը բան անեմ։ Որտե է նկարը նայեմ։ Story ակցը չեմ կարող բան։ Լավ, կան նած սկրին անեմ, ու սենց խոշորացնելով ցույց տամ։ Սենց մարդ է։ Ճշմարտության ձայն։ Հելնումա գրառում է անում, вообще իր գրառումները ես շուտվանից եմ աչքիս տակ առել, որովհետև սրանց նմանները են սատելիտներն են։ Հիմա Ղազարյան Էդգարն արտահայտել է Հայաստանի բնակչության 85%-ի կարծիքը մի բան էլ քիչ է ասել։ Նախ ինձ չի թվում, որ դու Հայաստանի Հանրապետությունում ես ապրում, կամ եթե ապրում ես, բայց 75%-ի կարծիքը, որ հայտնում են, լավ։ Այդ 85%-ի մանդատներն ուր են։ Թե դու տենց քո կռուգի, ասենք, հայատ քո միջավայր, ձեր խմբակցության օրինակ գրասենյակում եք որոշեք անի տոկոսն դրա համար ասես ցածր թիվը 100 պիտի լիներ 85, հա։ Ու այնտեղ մարդիկ կան, հա, իմիջայլոց sense ժամանակները սրանք գրառումների տակ մեկնաբանությունների դաշտը փակ են, բան որ չկարեն ասնես բան պատասխանես, որ հասկանան, որ չէին կարա կյանքում տակից դուրս գան, էլի։ 85, բա ուր է այդ 85%-ը խիա բան, ընդդիմություն։ Հայաստանի բնակչության 85%, դա բացարձակ 85% հեղափոխությունից հետո Նիկոլա չի ունեցել։ Ինչն է ճիշտ ասել, արա։ Ինչն է ճիշտ ասել։ Ով է մեղավոր, մի վեր մեղավոր էլ դու ես։ Չգիտես դրա մասին, թե վրեկներից ցրելու տազա ձևը։
Այդ դուք եք մեղավորները։ Ուրեմն այսօր երևի հիշում եք բանը Վահագնը Ալեքսանյան մի տեսանյութ ցուցադրեց, որը վաղուց հրապարակված կար ու ինձ թվում էր բոլորը տեսել ու հիշում են։ Մի կողմ եմ դնում դեռ Մանվել Գրիգորյանի հարցը, որովհետև ստեղ Մանվել Գրիգորյանը չի։ Ստեղ համակարգն է։ Ու ես հասկացա, թե արձագանքներից ելնելով, թե երիտասարդները ինչքան անտեղյակ են այդ հասարակարգից։ Այն երիտասարդները, ովքեր որ Սամվել Կարապետյան, չգիտեմ, Քոչարյան Ռոբերտ Մասնաստա, իրանք ինչքան իրանք գիտեն, թե սրանից մի քիչ լավ է եղել երկիրը, հիմա վատացել է։ Դուք տեղյակ չեք հասարակարգից այն ժամանակների, որոնք մենք ենք ապրել, ու երիտասարդ եք, բնական է, նորմալ է, բայց դուք չեք կարենա ոչինչ խոսել։ Այդ մի կողմ։ Երկրորդ, ես դատապարտելը բացի, այստեղ ես ինձ հետաքրքիր չի Մանվելը Գրիգորյան, այդ համակարգն է հետաքրքիր։ Հիմա մեկը մի հատ Կոնստանտին Տեր Նակալ, ով Էդգար Ղազարյանի ֆանատն է հանդիսանում, բայց խնդրեմ, ֆանատն է հանդիսանում, ստորիել դրել է։ Սենց մի հատ գրառում է, հիշում եք, որ ժնջիլով են մարդու վզին գցած։ Գրում է ԿՊ-ի հայտնի, դե նայեք ոնց է, ժողովուրդ ջան, մի բան էլ հասկանանք, նոր միտքը շարունակենք։ Երբ որ սենց բաներ են լինում, սրանց էլեկտորատը մի բան ցնցվում է, ասում է մի րոպե, կարող է ես սխալվել եմ։ Ու սրանք պարտավոր են ապուշություններ լսնել համացանց, որպեսզի իրանց էլեկտորատը չտրնի իրանց վրից։ Հիմա հերթական բանը գրառում, ասում է ԿՊ-ի հայտնի բաստարդներից մեկը վկայակոչել էր մի դրվագ, երբ գեներալ Մանվելը մի մարդու ճակերտների մեջ մարդը վզից ժնջիլ էր գցել ու ման էր տալիս։ Դեպքը վերաբերվում է մի ժուլիկի, ով պարբերաբար խարդախություններ է արել ու դատապարտվել է դրա համար, ներկայանալով էլ որպես ազատամարտիկ, էլ որպես հերոս, էլ որպես եսիմ ով։ Սա Մանվելից փող էր ուզել, որ զոհված ազատամարտիկի այրու համար տուն գներ։ Փողը ստացել էր, տունը չէր գնվել, գումարը գրպանվել էր։ Մանվելը դրան բերման էր ենթարկել, սեղան էր գցել ազատամարտիկների ընտանիքների համար ու դահլիճ էր բերել այդ խաբեբային։ Վզից ժնջիր գցած, ճաշկերույթի ընթացքում էլ սեղանից ոսկոր էր գցում այդ սրիկայի ուղղությամբ։ Ներկա իրականությունում սա ցավոք աներևակայելի մի դեպք է, որովհետև բոլորս էլ գիտենք, որ նման վիժվածքներին ԿՊ-ն ոչ թե պատժելու էր, այլ սարքեր բարձրաստիճան պաշտոնյա։ Մեր ընդդիմադիրներն էլ այդ վիժվածքի հետ շատ բարեկիրթ ու կառուցողական կերպով կհամագործակցեին, կասեին, խոսեին, կուրախանեն։ Հետգրություն, ի դեպ գեներալն այդ կնոջ համար տուն այնուամենայնիվ գնեց, սրիկային պատժելուց հետո, սա էլ է մի բան, որ քայլառաստները երբեք չեն հասկանա, կոչվում է հետևողականություն է, վերջի են ավել էր ատը։ Նայք որտեղ են ուզում հիմա արդարացնեն էլի։ Նախ, ես չգիտեմ այդ մարդն ով աղեղել ով չէ, բայց Վահագն Ալեքսանյան ներկայացրեց, որ Իսախանյանը, անունը չեմ հիշում, բան, հենց Մանվելի ջոկատից է եղել, վիրավորումներ ստացած եւ այլն։ Երկրորդ։ Այս ինչ սամասուդի քարոզա։ Ես ճիշտ եմ հասկանում, որ օրինակ կարելի է Ռոբերտ Քոչարյանին ու իր ընտանիքին կներեք, ընտանիքին կպնելու համար չի, սա պարզապես գույքի եւ պահանջող գույքի բանի տեսանկյունից է, ապօրինի գույքի, որը գողացվել է ժողովրդից։ Լավ, որպեսզի հանկարծ բան չանենք, Քոչարյանի վզից, Բանանի Միրանի վզից, Գագիկ Խաչատրյանի վզից, Հովիկ Աբրահամյանի վզից, Սամվել Կարապետյանի վզից, Հուսեն շատերի վզից, այս պահին Նիկոլը կարա ժնջիլը քցի, մանտա ու տենց դեմները ոսկոր շոպրտի, նրա համար, որ այդ մարդիկ ժողովրդի փողերը կերել են, խապել են, կերել են, այնտեղ եղել են, թե գիտեք ինչ, ասենք ազատամարտիկներին իհարկե փառք ու պատիվ, բայց փառք ու պատիվն էլ այնքանից է բխում, որ մենք ընկալում ենք մեր ընտանիքների հանդեպ արած իրանց անձնազոհությունը, նվիրվածությունը ու բանը, չէ, հերոսությունը։ Այսինքն հայկական իրականության մեջ ընտանիքը առավելագույն։ Հիմա հազարավոր երեխեքի մանկապարտեզների են ճաշից գողացողներին կարելի է գնալ
ես ճիշտ եմ հասկանում, ես ով էր Կոստանցին, չգիտեմ ինչ, Տերնակալ, ես չգիտեմ։ Ճիշտ եմ հասկանում, որ դուք համաձայն եք, որ քանի որ ես գիտեմ ովքեր են հիմնականում փող ու տողները ու դատվում են, գնամ վզներից ջնջիլը կցեմ ֆրոսնեմ։ Ոսկոր մորքոսն ոսկոր շոպը։ Ու դուք հաստատ չեք ասի, գիտեք նա ինչ ամագուն է, ճիշտ եմ հասկանում։ Ինչ ինքնադատաստանի ջատագով եք դուք։ Նախ շատ հնարավոր է սա դու ես սուտ ասում։ Ես դու, ով ասողը, որ սա ճիշտ է։ Բայց ես սրա ճիշտ ու սխալի մեջ չեմ մտնում։ Ինքնադատաստանի կողմ։ Իմիջայլոց ստեղ մեկնաբանությունները մի բան նայեցի, ի թիվս շատերի մի Մարտին Եսայան անուն ազգանունով հարգարժան պարոն 3 հատ հարց է գրել։ Մեկնաբանությունների դաշտում, ասում է մանվելին որտեղից այդքան փող։ Սա մեկ, բանակի գեներալ, ազգային ժողովի պատգամավոր, որտեղից այդքան փող, որ ինչ-որ մեկին տունը առնվիրում, թե ամենայն արգանքով, եթե դա իրական է, տվյալ անձանդ է։ Կամ արդյոք ինքնադատաստանը օրինական է եւ ուր կբերի այդ երևույթը։ Երրորդ, ինչու մենակ մի այրո համար բա մնացածին, ինչու է հենց այդ մեկին որոշել տուն առնել։ Այսինքն, գիտեք, ես հասկանում եմ, այս ամեն ինչը ինչի մասին է, ուր է տանում ես խոսակցությունները։ Տեսեք։ Իմիջայլոց այն ինչ որ մենք տեսնում ենք լրատվականների գործունեության արդյունքում, դա այսբերգի երևացող մասն է։ Հիմա խոսենք այն ամենամեծ չերևացող մասից։ Ասում ենք հարց ենք տալիս, ասում ենք լավ, այս ապուշները տենում են, տենց ես իմ արդյունքներ չեն գրանցում, էլի, մարդկանց չեն կարող համոզել, էլի, ինչի են այսքան միշտ sense վատ բաներ լցնում։ Բանը նրանում է ժողովուրդ, որ գոյություն ունի արհեստական բանականություն ասվածը, որը որ օգտագործում է մի քանի տարի աշխարհը ու գնալով զարգանում է, ու այնտեղ հասցեներ, պատկերացումներ, իրավիճակներ լցվում են, այսինքն արհեստական բանականությունը դեռևս քաշում է նաև ոչ միայն ինֆորմացիա, այլ նաև ահռելի քանակով քաշում է։ Ու պետությունների մասին նույնպես տրամադրություններ բաներ։ Այ երբ որ դուք արհեստական բանականությանը հարց եք տալիս, ինքը ճանաչում է դուք ով եք տենց պատասխանում։ Հիմա արհեստական բանականությանը սրանք բաց Հայաստանի մասին Հայաստանից ինչ գրում ես, Հայաստանի հետ է կապված։ Եթե մեկը ասի Հայաստանից մանրամասներ, օրինակ, ու ավելի դետալային բաներ ուզեն իմանալ, իրանք լցնում են բացասական։ Այսինքն Հայաստանի դեմ են աշխատում եւ հիբրիդային պատերազմի ողբերգությունը առաջիկան որ կարան լինի, նաեւ սրանում է կայանում։ Որ իրանց խնդիրը բացասական բաներ լցնելն է, հասկանում եք։ Օրինակ, եթե դուք մշտապես նայել եք 5-րդ տարի 24 news, ես շատ գիտեմ, բան 168-ը, եթե արհեստական բանականությանը մի հարց տաք, ինքը ձեր ճաշակը, ձեր տեսակը հասկանալով բան ուղարկելու ձեզ, ամենատարական օրինակը վերեմ։ Իմ երկու ընկերների հետ նստած ենք, մի ընկերս մշտապես կիսել է իմ գաղափարները, հələ մի բանը ջայնանում, ասում պակաս ես ասում, Սպայում ինչ որ մենք խոսում ենք, դու հլը էլ ասա, էլի, հետո գնում ես այնտեղ սկսում ես մեղմանը։ Այս մյուս ընկերս քաղաքական Հայաստանից ոչ մի ձեր չի կիսում։ Այն որ ես այտենց շատ բարդ է իր այդ խոսքով։ Մնացել է, դե հիմա ինչ անեմ, մնացել է այդ 5-րդ ալիքների ու բաների մեկնաբանությունների։ Ուրեմն ChatGPT-ով որոշեցինք փորձ անել։ Այս մի ընկերս ասես մտ հարցրու Գնել Սարգսյան ու տեղեկություն իր մասին։ Արա բերես նես դրական սիրուն բաներ, բերեց ես ինձ հարգեցի։ Այս մյուսը հարցրեց։ Արա գիտես ինչ էր բերեց, ես ինձ դառա թշնամի։ Ասա, որովհետև նայում է ճանաչում է քեզ ու քո հետաքրքրության գոտու բանա։ Հիմա սրանք արհեստական բանականությունով բացասական բաներ են նետում մեր դաշտ Հայաստանի Հանրապետության հետ կապված։ Իմիջիայլոց ամենաբան օրինակը վերեմ։ Հիբրիդային պատերազմի շրջանակներում վերջերս նյութ էր տարածվում Հրազդանի այսինչ գյուղում, այսինչ կետում բարձր մագնիտուդով երկրաշարժը նախատեսվում։ Ու դա տարածվում էր ռուսերեն լեզվով, ամենատարբեր ալիքներում։ Ես դրան մեկնաբանել եմ իմիջիայլոց իմ հաղորդման շրջանակներում,
Արա հետո պարզվեց, որ այս հիբրիդային պատերազմը ինչի համար է դա եղել։ Լավ, ասում ես, լավ սուտ դուրս եկավ։ Լավ, որ ինչ է շահում ստեղ էլի։ Պարզվեց, որ այն Firebird-ը որ պիտի բացվեր հրազդանում, այ հենց այդ տեղն էր ֆիքսած երկրաշարժը։ Հիմա բացասական դատա գնաց։ Իհարկե դա չազդեց այս process-ի վրա փառք Աստծո, բայց այդ բացասական դատան մտավ այն մեծ սուպեր համակարգիչների մեջ։ Հասկանում եք։ Ու սա բերեց մի հատ, այսինքն իսկ մեր ներդրողները այսօրվա դրությամբ արհեստական բանականության հետ աշխատում են տեղեկություն իմանալու, իրանց ծրագրերը բանանը կառուցմելու, կառուցելու, խորհրդատվական ամենատարբեր սֆերաներում ԱԲ-ն օգտագործվում է։ Ու երբ որ Հայաստանի մասին խոսում եմ, այս մեծ տիրաժներով բացասական թեմաներ են անգնում, ինչը մարդկանց կարա վանի ու հետ բայի։ Այն նաև ստեղ է խնդիրը։ Եվ այո, սա կոչվում է հիբրիդային պատերազմ, որը մղվում է Հայաստանի Հանրապետության դեմ, եւ որի մաս են կազմում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում գտնվող ընդդիմադիր ներկայացուցիչները, ոչ թե նրա համար, որ ընդդիմադիր են, այլ նրա համար, որ դրա մաս են կազմում, եւ նրանց կողմից ֆինանսավորվող լրատվական միջոցները։ Սա շատ լայն թեմա է, որը առանցին կարելի է եթե անել, բայց առայժմ այսքանով էլի բանանենք։ Հիմա այսօրվա հարցու պատասխանի մեջ Մարիա Կարապետյանը հերթական անգամ պայլեց, ես չգիտեմ, Մարիա Կարապետյանին շատ եմ հարգում, ես բարձր եմ գնահատում նրա իմացությունն ու իր իմացության հմուտ կիրառումը, էլի առհասարակ։ Ուրեմն մի բան եղավ, այս տնտեսության թեմայով խոսում են, ասում են, հա դե այդքան որ ասում եք տնտեսական բան չունենք, նո որ բացասական սալդո կամ բան, չգիտեմ, վատ չի մեր տնտեսությունը չի պայթում, հետի նրանից է որ ռուսը ուկրաինական պատերազմը կա, ու մենք այդտեղ ոնց որ մի քիչ շահեկան դիրքում ենք հայտնվել ու եսի ինչեր ենք անում։ Նախ էսի ծերից ծեր էշություն, ծերից ծեր էշություն, բայց եթե անգամ նրա մեջ ինչ որ մի քանի տոկոս, 3.5%, 4 չի զուգում, ճշմարտություն կա, ապա ասեմ հետեւյալը։ Ինչպես որ ասեց Մարիա Կարապետյանը, բա եթե կարելի է աշխարհի կոնֆլիկտների մեջ, եթե մյուս երկրները կարող են շահեկան դուրս գան, այդ ո՞նց է լինում, որ դուք կարողանում եք նրանց փողը հաշվել, բայց մերը չեք կարող հաշվել։ Այսինքն, բա ինչի՞ է ձեզ թվում, որ մեր կոնֆլիկտի մեջ շահողներ չկային։ Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մեջ շահողներ չկային։ Եվ ինչի՞ է ձեզ թվում, որ այդ գերտերությունները, նույն Ռուսաստանը, նույն Թուրքիան, չպիտի անեին ամեն ինչ, որ հնարավորինս ձգվի այդ կոնֆլիկտը, որովհետև ենթակառուցվածքների անցնելու հարց կա, ու քանի դեռ իրանց ձեռը տալիս, որ այն իր տրուբեկը եսին ոնց տանի, Ադրբեջանը իր նավթամուղը ոնց տանի, ուրեմն Թուրքիային ձեռնտու է, Ռուսաստանին ձեռնտու է։ Եվ դուք ներկայացնում եք հենց այդ կոնֆլիկտները ազգային ժողովում։ Դուք կոնֆլիկտի տրամաբանության մեջ եք աշխատում։ Դուք Հայաստանի օգտին չեք աշխատում։ Երբեք դուք Հայաստանի օգտին հայտարարություն արած չկաք։ Ձեր բոլոր հայտարարությունները եղել են տարբերություն չի եղել։ Դուք եք ասում, թե Զախարովան ասում, թե թուրք կամ ադրբեջանցի մեկն ասում։ Բացարձակ ոչ մի տարբերություն։ Դուք իրանց բոլորի խոսնակն եք ստեղ։ Ու ինքներդ չեք հասկանում, թե այն ովքեր որ ձեզ դրթում են այդ ուղղությամբ ձեր քաղաքականությունը կարգավորելու, իրանք ինչ մեծ ավելի պլաններ ունեն։ Դուք դա չեք պատկերացնում։ Այ ոնց էր ասում են բանը Բագրատը Գալստանյան ասում էր ինձ բանը ուրիշ երկրների ուժային կառույցներից տեղեկացրել են որ սենց այդ դրա համար էլ էսի սենց ասում ապուշ կարող իմանանք Հայաստանի անվտանգությունը ինչքանով կարա դրական իմաստով հետաքրքիր լինի որևիցե մի երկրի ուժային կառույցի որ փորձեն քո միջոցով ինչ-որ հիմար Վերբով կային արել կեզ, այդ վերբով կեզ, Շիրազ Մանուկյան, որ դիտելու կլինես, վերբով կեն տենց է լինում։ Հենց որում չգիտենք, վերբով անողը կարող է ազգությամբ ռուս լինի, ընդհուպ մինչև FSB-ի աշխատող, բայց Ադրբեջանա մետ, որովհետև Ռուսաստանին Ադրբեջանն է պետք, Հայաստանը պետք չի։ Լուկաշենկոն էլ ազնվացել է պահով։ Շորժ ջան, հա, քանի որ Բագրատ Գալստանյանից խոսեցինք, այնուամենայնիվ ես նյութը մի հատ առաջարկում եմ դիտենք վերողություն։
Այսօր դա ազգային ժողովում երեք այսօր այս ընթացքում նաև հիշվում է բանի անունը, չէ՞, այն Կտրիշ Ներսիսյանի։ Այս երևույթին դուրսը գթե հարց են տալիս լրագրողները, լսենք։ Նայում եմ խորհրդարան, կներեք թեմայից թեմա եմ անցնում։ Հրաման տրված խոսում են ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Շեշտադրված խոսում են, չէ՞։ Նա խոսում եք, խոսեք։ Հիմա ասենք մեր ժողովրդական խոսքը, չէ՞, կարավան։ Նախ ասեմ, հրաման տված երբ որ ասում ես խոսում են, դու դրանով ի ցույց ես դնում ձեր գործունեությունը, որովհետև այ հրաման տված, դուք գիտեք ոնց են հրաման տալիս ու մնացածը ոնց են խոսում, դրա համար եք դուք տենց բնութագրում։ Դուք դրա մեջ եք, դրա համար, որովհետև Կտրիշ Ներսիսյանի մասին խոսակցությունը ԿՊ-ն չի բացել։ Կտրիշ Ներսիսյանի մասին խոսակցությունները ամեն անգամ բացել է անդիմադիր, այսինքն հրաման տված խոսել եք դուք բոլորով։ Ձեր ձևիստները, ձեր դաշնակները, մյուսները։ Ոչ մի դրեք նայեք, ես այս քանի օր աշկերտս քորացնելով ծերից ծեր սահանայել եմ։ Որևիցե պարագայում Կտրիշ Ներսիսյանի մասին խոսակցությունը չի բացում ԿՊ-ն։ ԿՊ-ն հակադարձում է մշտապես։ Հենց որ այդ որ ոնց դուք աշխատում եք, ոնց որ ձեզ կարան ասեն ու դուք ուլի պես կելնեք ու ձեր գործառույթը կանեք, ոնց էր Սամվել Կարապետյանը ասում, դաշնակ աղվանին, գեղամին, բանին է, որ մի հատ դրանց վաղը դաս կտակ, զանգել եղավ, բան հաջորդ օրը եկան սկսեցին Սաղովի գորգռալ։ Այդ ձեզ ոնց ասում են, դուք կարծում եք բոլոր տեղերը տենց է, որովհետև դուք այլ իրականություն չեք պատկերացնում, դա ձեր իրականությունն է, հասկանում եք։ Գնացինք առաջ։ Գնում է շնելը Չէ կարավանը գնում է շնելել հաչում են, չէ, ժողովրդական խոսք։ Հա, դեն ժողովրդական խոսք է, բան, Բագրատ, կարավանը գնում է, շները հաչում են։ Մենք կարավան չենք, իրենք են շունչ են, բայց այդպես է։ Ուրեմն ինչ է ուզում։ Այստեղ դու ճիշտ ես։ Դուք այդ որ կարավանը գնում է, շները հաչում են, այդտեղ դուք կարավանը չեք։ Նրանք էլ շները չեն։ Այս եզակի դեպքա որ համաձայն եմ։ Հրաման տրված խոսում են ամենայն հայոց կաթողիկոսի մասին։ Նայում ես վեհապար հայրապետ չունեն։ Այդ մարդկանց նայում ես ծագում չունեն, կեսագրություն չունեն, որտեղից են ծնվել, հայտնվել, ով որդին է, ով զավակն է, ով դուստերն է, ով է հայ։ Մի հատ ինձ Սերժ Սարգսյանի ծագումնաբանությունը կպատմես։ Վազգեն Գալստանյան։ Իսկ աղա Քոչարյան Ռոբերտինը, գուցե Պուտինին է պատմես, ում առաջ սիրով խոնարհվում ես, որովհետև ինքը ուրիշ երկրի ղեկավար է, մեր երկրի ղեկավարը չի, որ ենթարկվեք։ Ում ծագումնաբանությունը կարաս պատմես, Էդգար Ղազարյանինը կարաս պատմես, քոնը կարաս պատմես դու արա։ Քո ծագումնաբանությունից կարաս երկու բառ ասես զարմանանք։ Ծագումներն կարող է գիտես արա բանես ՄԹԱ 3-րդ 100-ամյակում ես ապրում։ Ծագումնաբանությունը։ Ինչ ծագումնաբանության հատկապես որ հատվածներն են քեզ հետաքրքիր, որ ազնվականությունն է փորձում մարդկանց շրջել, էլի ռադիկալ չգնա մի հատ թակավորությունում, մտի կարաս վիզդին մտի թակավորական պալատում ապրի։ Կարաս, թե կարող է իրանք էլ ասեն այս քրճի ծագումնաբանությունը որն է։ Երևա մայրը ծագում չկա, բան չկա։ Բանա, սրբազան հայրը ամենայն այո։ Սրանց միակ արած գործն է, որ հազարավոր մարդկանց կյանք են դրել գերեզման, ես այսպես շեշտադրված եմ ասում, հայրենիք են հանձնել եւ շարունակում են հանձնել։ Եվ շարունակում են ենթարկվել։ Դու Արցախում Վազգեն Գալստանյան ուղիղ հարց եմ տալիս։ Դու Արցախում այն Վարգոնզոյեն Գյադյանուն ինչ էր, Պեգովի հետ Ռուսիա հյուրանոցում ինչ գործ ուներ։ Արցախում ինչ բանի էր։ Զբաղված էր FSB-ի շնիկների հետ աճուծախ գնալ նկարվելով, իբր աղոթում ես բան, հա, ասես բաներով։ Կապիկ դերասանները։ Ուր հասավ էսը։ Ծագումնաբանությունը։ Հայրենիք են հանձնել եւ շարունակում են։ Ինչ հայրենիք արա, ինչ հայրենիք են հանձնել։ Դու չես ընդունել հայրենիք։ Դու ասել ես հոգեվորը հաղթելու է իրականին։ Դու քո համար ինչ հայրենիք, դու գնա հոգեվորի մեջ բան գտի։ Տենց չէ, թե արդեն տենց չի։ Դու քեզ 3 վայրկյանը մեկ հակացնում, ասում ես որտեղ մեր զինվորներն են։ Դու զինվորներն են կանգնած այդտեղ է մեր հայրենիքը։ Դու քեզ լսել ես вообще։ Ես դες չեմ հիշացնում նորից Կանադայի թեմաներից, տեղեն Ծիրանի այգիների փողերը ուտելուց, բան, ոչ մի բան չէ։ Իջևանի ինստիտուտի այն աղջիկ երեխին ուսման վարձի հարցով օգնել էր, հետո ինչ որ ուրիշ բաներ էր փորձում ստացվել։ Դες այդ ամեն ինչից չենք հիմա նորից խոսում։
Բայց դու քեզ աղոթքներն էլ չեն փրկելու։ Այ քեզ նմանները մեր եկեղեցուն եւ մեր եկեղեցու արժեքը աշխարհում զրոյացրել են։ Աշխարհում առաջի քրիստոնյա երկիրը, ով Երուսաղեմում ունի իր առանձին մասը, աշխարհի ամենահեղինակավոր եկեղեցիներից է, դուք դարձրել եք Ռուսաստան, դարձնում եք Ռուսաստանյան եկեղեցի։ Ու շարունակում եք այդ process-ը, որովհետև հատուկ ուժայինները ձեր ականջներին բաներ են ասում, որովհետև ագենտ կարոներ կան հələ, որովհետև կտրիչ ներսիսյաններ կան, ովքեր սիկտիր են լինելու, ազատելու են եկեղեցին։ Մենք ազատագրելու ենք եկեղեցին ձեր նման հակաստվածային կերպը, ձեր նման չարիքներից ու ներերից, այո, սիրում եք, չէ՞ տենց ձևակերպումներ, վաստակեք, բայել եք։ Հիմա դուրս եկեք ծագումնաբանությունից են խոսում։ Բնութագրերը նայեք սրբազան ակոչում։ Ուզում եմ որ հանրությունը մտածի որ սրբազան լինելու քաշը այո տեղ է կայանում, տես ձևակերպումներ անող որևիցե ոմնի մեջ։ Ձեր նման ատելության խոսք ատելություն տարախ ժահր տարածողներ աշխարհում չկան։ Չկա։ Ու այո Պետրոսյան, այս սրանց նմանների տեղը, այս սրանց այսօր sense շրջելու մեղավորը իրավական համակարգն է։ Իր բոլոր անճոռնի թերություններով հանդերձ։ Տեսնենք ինչ ես ճիշտ ասած ԿՊ առաջարկած տեխնացուի մասով շատ ուրախ եմ։ Տեսնենք ինչպիսի փոփոխություններ, ինչ կարելի անել, որ հայ ժողովուրդը արդարադատության կամ իրավունքի իրացման տեսանկյունից վստահ լինի իր պետության ներսում։ Իմիջիայլոց հուշեմ, կարող է շատերը մոռացել են, արտագաղթը սրա համար էր մեծացել Հայաստանում, որ ժողովուրդը արդարադատություն չէր գտնում։ Անարդարության հետ էր կռիվանում, ոչ թե հաց չուներ ուտելու, ոչ թե սոված էր, հա։ Շատերը նաև իհարկե ֆինանսական բաներով պայմանավորված, բայց այդ ֆինանսականի խնդիրն էլ խորքային էր, մարդը տեսնում է, որ այդ ֆինանսականի խնդիրը անգամ կերակրվելու խնդիրը ոչ թե օրվա խնդիրը, որ ինքը ինչ-որ կերպ լուծի, այլ անձայր ինչ-որ թունելի մեջ է, որը չգիտի երբ կվերջանա, այսօր մի բան հայտ-հայտեց, վաղամիսօր մինչև երբ։ Այս անարդարության բանն է եղել։ Այնպես որ իրավական համակարգի վրա քանի աշկ եք փակում, այդքանով շատ հնարավոր է դեռևս հանկարծ սկսեք զարգացնել բանը նորից, արտագաղթը ակամայից, որովհետև մարդիկ գիտեք ինչ, մարդու ապրած կյանքն է։ Մարդը խնդիր ունի, եթե դուք այդտեղ բարեկրթությունով նորմալ է, որոշել եք աշխատանքներ շարունակեք։ Մարդը արդարության հետ խնդիր ունի։ Դրա հետ ապրել է 30 տարի օրինակ կամ 20 տարի ապրել է։ Մի հատ չլուծված իրավական դեպքի հետ, օրինակ, ո՞նց ենք անում։ Ասենք հասարակ օրինակ, մարդը իր հողատարածքը Ծառուկյանի ներկայացուցիչներից մեկը ժամանակին զանգել է, ասել է արի ես մի քանի $100 եկար գնաց լուծո, սրա բայց ես չեմ ծախում, ասել ես ինչի վերցեցիր, ես չես ստանալու։ Մարդը չէր կարա հետներ մտներ հետները կռիվաներ։ Ձեր բաներով ձեռս խլել են, վրան բուրգերն են սարքել օրինակ։ Հիմա այդ մարդը այսօր այդ անարդարության խնդիրը, դա ապրում արդեն չգիտեմ 80 տարեկան է։ Դա պիտի տեն արդարության վերականգնումը թե չէ։ Չի ասում բուրգերը քանդեք իր հողը տվեք։ Ինքը պիտի տեն արդարադատության վերականգնումը, թե ոնց։ Ու սենց հազարավոր գործեր, հազարավոր, սա դարակները սա տենց գործերի կոպիաներ են։ Խլոցիները։ Նայում ես, ինչ անշանակ, ասենք օրինակ, լավ, ապուրինի գույքով շատ լավ է, գոնե այդ օրենքը ստացվեց հետ վերադարձնել է լինում։ 100 քանի հատ տուն բան արեց, այդ 100 քանի հատ տունը պետությունը հետ վերադարձրեց, լավ, այդ հասկացանք։ Կներեք, իսկ այդտեղ անարդարության ոչ մի բան չեք տենում։ Այդ տները, եթե չվերցներ, ինքը պաշտոնի էր։ Այդ տներով ընկած չեն, իրա պաշտոնով, այսօր ոնց էր ասում, այդ Աննասունը, Էդգար Ղազարյան, քանի կոպեկի օգուտ է տվել։ Քանի կոպեկի օգուտ է տվել պետությունը ու քանի միլիոնի վնաս բացի թալանը, չէ՞ որ իրա այդ տեղում լինելը բան է եղել, ակնկալիքներ է, չէ՞ առաջացրել։ Ակնկալիքներ կան, չէ՞ որ այսինչ ծրագրային փոփոխություն են, ինչ գործունեություն բան։ Բա այս ամեն ինչը մեր ապրած կյանքից է։ Ու այո, անարդարության զգացումը հենց ստեղ է սպանում մարդկանց։ Եվ հենց ստեղ է, երևի թե էսի հենց այն կետն է, որտեղ որ
իրավական համակարգի հետ կապված հարցերը մտնում են քաղաքական դաշտ, որովհետև քաղաքական հետևանքներ ա ունեցել։ Պետականության վրա բացասական հետքեր ա թողել։ Դու ո՞նց կարաս վատ գործիքով լավ գործիք զարգել, ասենք ինչ ես ուզում անես։ Ասենք քննիչի աշխատավարձը բարձրացնում ես, որ ինչ լինի։ Ասենք ինչ նպատակով որ բարձրացրել եք քննիչների աշխատանքը, ստացել եք բան, այդ արդյունքը։ Հա։ Մեկ մեր ինստիտուտների, կրթական ինստիտուտների մասին ա խոսքը։ Այդ վիճակները նայեք, աշխարհում հետ իրենց տեղերը բարելավել են։ Որպեսզի չէ՞ որ իրանք պիտի մասնագետներ մատակարարեն, այդ մասնագետները երկնքից չեն ընկնում։ Հետ ինչ փոփոխություններ կա։ Եվ այո, երբ որ վարչապետը կառավարության նիստին ասում էր, որ այ ֆիլմեր ինչ որ sense բաներ ա պետք ստեղծել սահմանազատման հետ կապված, խաղաղության հետ կապված, ես երկու ձեռով համաձայն եմ։ Եվ պարոն Փաշինյան, եթե մարդ ես, գիտեք ինչ, մի կողմից ցավում եմ, մյուս կողմից ուրախ եմ։ Ուրախ եմ այն հանգամանքով, որ մի 5 տարի առաջվանից ասածներս ոնց որ սկսում ա ընկալվել։ Եվ այս պարագայում դուք եք այդ համաձայնության եկել։ Եվ տխուր եմ, որ հիմա։ Բա այդ ձեր ցավը տանեմ։ Բա կարենք իմանանք ինչ գնահատական կա, էլի բանից, ԿԳՄՍ-ից, ինչ գնահատական կա հետևյալի հետ։ Բա ասում ենք, ախր դուք ասում եք սահմանազատումը, խաղաղության process-ը, ես ձեզ ասում եմ, անկախության մասին մի հատ բանաստեղծություն գոյություն չունի 91 թվականից անկախ ենք։ Այս պետական պրոպագանդան, ժողովուրդ ջան, ճիշտ հասկացեք, գոյություն ունի պետական պրոպագանդա, չէ, որը վարվում է հիմնական կրթական ծրագրերով, բան եւ այլն, պետական ծրագրերով, եւ գոյություն ունի իշխանական կամ ընդդիմադիր պրոպագանդա։ Ես ինձ համարում եմ պետականության բան, դրող, եթե անգամ երբեմն սխալվում եմ, դա նրանից է, որ գուցե ամեն ինչի մասնագետ չեմ, դրանից է, բայց իմ նկարտումները մշտապես իմ պետության մասին են։ Նայեք, պետական պրոպագանդան անկախության մասին չի աշխատել։ Կարակ ինձ ցույց տաք, ժողովուրդ ջան, ես ունեք չէ սրանից։ Մի հատ խփեք գրեք անկախության մասին բանաստեղծություն։ Տենանք ինչ կբերի։ Չկա, գոյություն չունի։ Կարող է բերի, այս թեման ես ասել եմ ու պիտի ասեմ անընդհատ։ Կարող է բերի, ասենք, որևիցե մեկը մի հատ տենց ստեղծագործություն արի։ Ես խոսում եմ ինստիտուցիոնալ են մոտեցման մասին։ Չկա, անկախության մասին բանաստեղծություն չկա։ Սիրողական մակարդակի գուցե գտնեք, կամ մի հատ ուսուցիչ ինչ-որ մի միջոցառման ժամանակ մի քարյակ գրած ունի, որ երեխեք ասեն, սենց բաներ կարող է, բայց այդ շունչը անկախության մասին չէ։ Անկախության մասին մի հատ ներկայացում չկա, մի հատ ֆիլմ չկա։ Անկախության, պետության անկախության հասկանում եք, այսքան պետական պրոպագանդա չի գնացել այդ ուղղությամբ, ու ինչու։ Իհարկե պատասխանը բոլորը կարող եք գուշակել, անկախության մասին երգ չկա սկի։ Այնտեղ Արամ Ասատրյանի երկերից մեկի մեջ մի հատ անկախություն բառը լսվում է, այդ անկախության վերաբերյալ երգ չի։ Եվ խոսքը միայն հենց անկախություն բառի կամ Հայաստան, այլ անկախություն գաղափարախոսությունը անգամ չի տարածվել։ Այդ դրա համար է այսօր դժվար մարդկանց բացատրել պետությունն ինչ է, ինչ արժեք է, ինչ սրբություն է, այդ ինչ է։ Դուք ասում եք, բան, սահմանազատվել, ասում պետության անկախության մասին մեծ կատավսկի չկա։ Ոչ մի բան չկա։ 30 եւ ավել դա սերունդ է։ Երկու սերունդ համարյա։ Մերցրել են դա։ Այ հենց այ դրա համար ենք մենք այսօր 21-րդ դարում մեր պետության ազգային ժողովում նստած լուրջ դեմքով քննարկում Հայաստանի Հանրապետության սահմանները ընդունում եք, չեք ընդունում։ Ինչա դա նշանակում, ինչ դա չի նշանակում։ Դες լավ չէ, եկեք խորանանք հայերենն է արդյոք Հայաստանի պետական լեզուն թե ոչ։ Մինչև այսօր խորացել են Ռուսաստանը չլներ թուրքը մեզ կուտեր, թե թուրքը չլներ ռուսը մեզ կուտեր, թե բոլորն ուզում են մեզ ուտեն, թե մանկապարտեզ։ Մինչև այսօր մարդիկ կան, բեկված ծանքեր են,
ապե դե տեսար ազգային ժողովում ինչ ասեց։ Եթե չեմ սխալ մարմարը եղա։ Ասում ինչ։ Հիմա ինչ է եղել, ինչ ես լսել էլի։ Որ բանը ցեղասպանության թեման պետականորեն, տես չէր ձևակերպում, ավելի քյասի էր ձևակերպում, հասկացա ինչի մասին է խոսքը։ Ասում եմ, իսկ երբ է դա եղել, ոնց է դա եղել, մի հատ կարաս ասես։ Վերցրել նայում եմ, նորմալ բացատրություն է տված։ Բացատրության հետ, եթե խնդիր կա, իջեք, որևիցե հեռուստաեթեր բանավիճեք, սիրով կլսենք։ Բայց ամոթ ազգային ժողովում բաներ կա, տենց չի էլի։ Տենց չի էլի։ Միշտ իմացեք, որ ոնց դուք եք ասում, այ Ալիևը տեսեք ինչ ասեց, այ Հիկմետ Հաջիևը, Ֆենջելո Կոկուլը տեսեք ինչ ասեց, նույնն է այնտեղ։ Միշտ դա իմացեք։ Սեր, ժողովուրդ ջան, լավ եղեք, իսկ ինչ վերաբերվում է երեկվա մեր խոսակցությանը կապված ընթերցանության հետ, ես առաջարկս հետևյալն է, որ քանի որ ես մի երկու օրներ շատ տնավարի խառն եմ լինելու ու չեմ ուզում որ մի օր ստացվի, մի օր չստացվի, ես առաջարկում եմ երկուշաբթի օրը ժամը 3-ի մենք մեր ընթերցանությունը սկսենք, առավել ևս ես ես մի հատ թռուցիկ ծանոթացա նաև, այնտեղ ինքը հիմնականում սկիզբը շատ հետաքրքիր է ընդհանուր պատմական բանն է տալիս, բնութագիրը, իսկ հետո արդեն առանձին գյուղերի ու քաղաքների։ Այնպես որ հեշտ կգնանք, հեշտ կկարդանք, ես առաջարկում եմ երկուշաբթիս ցերեկը ժամը 3-ին, օրը մի ժամ ու կես ընթերցանությունը կազմակերպենք։ Եթե դեմ չեք։ Լավ եղեք, Ժորժ ջան, ավելի մանրամասն հələ օրեր ունենք, կխոսենք, կպայմանավորվենք։ Լավ, ու մնացածներն էլ կիմանան ինչի մասին է խոսքը, եթե չգիտեն, ասեն, հենց որոշել ենք փորձնական մի հատ գիրք կարդանք, ինքը մի քանի օր կտևի կարդալը, դրա համար օրը մի ժամ ու կես առանձին եթեր, կապ չունի երեկվան այս եթերների հետ, սրանք էլի կլինեն, երբեմն կլինեն, երբեմն չէ, բայց ցերեկվա ու եթերով ընթերցանությունը, այնտեղ հեշտեգով կհամարակալենք, ում երբ հարմար է թող դնի, կարդալ, լսի, իմանա, ծանոթանա։ Բայց ամենայն հավանականությամբ դա հենց երկուշաբթի իսկ շարունակ կսկսենք, դժվար թե դրանից շուտ ստացվի ժողովուրդ ջան, որպեսզի կիսատ չմնա էլի այնտեղ։ Դե, բարի գիշեր ձեզ, լավ եղեք, լավ կլինի ամեն ինչ, Ժորժ ջան։ Շնորհակալ եմ եթերը դիտելու եւ տարածելու համար։ Այսով եկավ կներեք ամենավերջում Կարեն Մկրտչյան գրել է ինձ գրել է հորպիչող Կարեն տղա վրոձի տղա ես տղան իրան տենց չի պայի այ իշու ձակ աջողցես այս մենք պետք է անպայման մեկը կապնել